Ողջ երեկոյան անասելի շարժ էր Երևանի կենտրոնում։ Երևան արմավիր ամբողջ մայրուղու վրա։ Ամբողջ գիշեր հարյուրավոր ավտոբուսներով ոստիկանության, ԱԱԾ, տարբեր տեսակի զորքեր փռել էին մայրուղում։ Մայրուղուց գնացող բոլոր գյուղերի արանքում կանգնել էին ոստիկաններ, սահմանափակելով ելումուտը, Սարդարապատի մուտքը փակեր բոլորի առաջ։ Ոստիկաններ ու շները ամեն թռչունի անցնելուց հետո մետաղորսիչով ստուգում էին Սարդարապատի ամեն քար ու թուփը։ Ու այս սաղ նրա համար, որ մի հատ ծիտիկից անգամ վախեցող Նիկոլը գնա ու իբր հարգի մեծ զորավար Դրոյի հիշատակը, Արամ Մանուկյանի ու մյուսների հիշատակը, հարամ լիներ այդպես գնալը։ Նայեցի այսօր արխիվային կադրերը 2000-ականների, երբ Սարդարապատ էր գնում այն ժամանակվա մեր պետության ղեկավար Քոչարյանը։ Սեղանները փռում էին, բոլոր գյուղերը իրենց ուտեստներ դնում, նախագահը գալիս է, հյուրասիրում են, հետը շփվում անկաշկանդ։ Սարդարապատում հազարավոր մարդիկ են, ոչ մեկին որևէ ոստիկան չի արգելում, որ հուշահամալիրին մոտենա, չի ասում նախագահից 20 սանտիմետր հեռու կանգնի։ Շփվում է ժողովրդի հետ, հյուրասիրությունն ընդունում, ու նրանք էլ ոգևորվում են, որ իրենց քաշած գինուց նախագահը խմեց, իրենց թխած գաթայից փորձեց։ Ինչքան էլ փորձեք այդ մարդուց չգիտեմ ինչ սարսափելի կերպար ստանալ, կան չէ ախր այդ տեսանյութերը,